Անձամբ իմ համար դա այց էր, որը շատ լավ հնարավորություն էր համեմատել, թե Ամերիկայի Միացյալ Նահանգների համար ինչպիսի կշիռ է ներկայացնում եւ ինչպիսի արժեք է ներկայացնում ներկայիս Ադրբեջանը եւ ինչ կշիռ է ներկայացնում ներկայիս Հայաստանը, որովհետեւ կամենում ես թե ոչ նույն J.D. Vance-ը ստիպված եղավ ինչ որտեղ ճշգրտել կոռեկցիայի ենթարկել իր ելույթը 15 թվականի գենոցիդի զոհերի հուշարձանի շրջանում եւ այդ գրառումը ճիշտ է, որտեղ ըստ էության գենոցիդ բառը նորից դուրս դրվեց, որ եղել են սահմռկեցուցիչ չոր իրադարձություններ ընդամենը։ Մյուս կողմից Ադրբեջանում ուղղակի նա հայտարարեց, որ մեր ստրատեգիական գործընկերը Ադրբեջանն է, մեր հետ կապված որևէ համանման մոտիկ հայտարարություն չկար։ Ինչ վերաբերում է ԱԹՍ-ների հարցին, այսօր չմոռանանք էլի, որ պատերազմի բովանդակությունը, քանի որ ամբողջ աշխարհին պարզավոր փոխվել է ԱԹՍ-ների կիրառմամբ, ուրեմն ԱԹՍ-ների առաջարկներ երևի աշխարհում շատ քիչ երկրներ կլինեն, որ ինչ որ զարգացում ունեն եւ նրանք այդպիսի առաջարկ չեն անում։ Մեզ առաջարկ է արել Ուկրաինան, մեզ առաջարկ է արել Իտալիան, շատ վաղուց արդեն այն ժամանակ մի քիչ հիմա Իսրայելը որպես այդպիսի, այսինքն հիմա այսօր երբ որ մենք դրանից զարմանանք, երևի թե այնքան էլ ճիշտ չի լինի, առավել եւս երբ որ մենք էլ էինք այն ժամանակ պատկերացնում, որ մենք էլ ունենք էլի ԱԹՍ-ներ սեփական արտադրության անգամ, որոնք չարտարացրեցին իրենց պատերազմի ժամանակ, այդ 44-օրյա պատերազմի ժամանակ, նրանց խաղացած դերը կարելի է ասել, որ ըստ էության չնչին էր։ Հիմա սրանից դուրս ինչով կարող ենք մեկ էլ էլի չափել, երբ որ մենք համեմատություն ենք անցկացնում, էլի Ամերիկայի Միացյալ Նահանգները այսօր գտնվում է ծայրահեղ վիճակում։ Ես այդպես եմ գնահատում, որովհետև Իրանի հետ եղած կոնֆլիկտը հղի է 1001 բարդություններով։ Սրանից ելնելով Իրանի հյուսիսային սահմանը Ադրբեջանն է, Հայաստանն է, հա, եւ այս տեսակետից, ինչը? Եվ Թուրքիան։ Թուրքիան որպես հյուսիսային սահման, դե Թուրքիան ինքը, ես ասել եմ, էլի տարօրինակ առաջարկներով է հանդես գալիս, եւ նա որևէ կերպ, ասենք, ես չեմ կարող դիտարկել, թե վերջին հաշվով իսկ ինչ ալնելու, ես հասկանում եմ, որ երբ որ նա ասում է, որ բերեք ապա միլիտարիզացնենք Պարսկաստանի իմ սահմանակից տարածքները, որպեսզի եթե ատոմային ռումբով Պարսկաստանին խփեն եւ ժողովուրդը սկսի փախչել Պարսկաստանից, այստեղ մենք կարողանանք մտնել, կարգավորել, ապահովել ինչ-որ բան եւ դրանից բացի երկրորդ հանգամանքը, որ անհրաժեշտություն է, որպեսզի այ Իրանը մեզ տա ի պահպանություն իր հարստացված ուրանի, այսպես ասած, պահուստը, որի մասին Իրանը երբևէ հայտարարություն չի անում, բայց այստեղ չգիտես ինչի, հա, այդպիսի հայտարարությամբ հանդես է գալիս Թուրքիան, բավական տարօրինակ իմ համար, եւ վերջին հաշվով, երբ որ այս տեսակետից նայում ենք, հա, Ամերիկան ունի նաեւ այլ դաշնակիցներ, հարակից դաշնակիցներ, որոնք հարավում են, արևմուտքում են Իրանի, եւ նրանք բոլորը միաբերան պնդում են, որ մեր տարածքները չօգտագործեք, մեր օդային տարածքով ամերիկյան ինքնաթիռները անցնել եւ հարված հասցնել Իրանին իրավունք չունեն, ամերիկյան բազաները, որոնք գտնվում են մեր մոտ, չպետք է մտնեն պատերազմական գործողությունների մեջ, այս մարդիկ Ամերիկայի դաշնակիցներն են։ Մենք ըստ էության համենայն դեպս արտաքին տպավորությունը այնպիսին է, որ մենք գտնվում ենք թիմի մեջ արդեն, ամերիկյան թիմի մեջ։ Երևի թե այստեղ մենք մտածելու բան ունենք, թե իսկ եւ Իրանն էլ արել է հայտարարություններ, որոնք ինչ որ չափով խիստ հայտարարություններ են։ Չեմ ուզում հիմա դա մենք շահարկենք այդ հայտարարությունները, բայց այնուամենայնիվ այսօրվա աշխարհում ոչինչ չես թաքցնի։ Իսկ այնտեղ այսպես կոչված հնարավոր ռազմական բախում է այդ clash-ը, որի մասին բարբերաբար ասում են, իր մեջ աներևակայելի վտանգներ է ներառում, քանի որ մի կողմը
այ այնտեղ մի հատ շատ հետաքրքիր բան կա, անալիտիկ կա, իմ կարծիքով մեծ կշիռ ներկայացնում, ոչ միայն իմ կարծիքով, կներեք, ես մենակ իմ կարծիքը չի լինում։ Ալիստեր Կրուկ, բրիտանական հին դիվանագետ, որը Մերձավոր Արևելքի կոնֆլիկտաբանության գլխավոր կենտրոնի տնօրենն է, Մերձավոր Արևելքի, որը գտնվում է ուղղակի գործերի մեջ, նա ասում է ամենամեծ վտանգը եւ հնարավոր ծուղակը գոյություն ունեցող այս իրավիճակում լինելու է լռությունը, որովհետեւ Ամերիկան պարբերաբար ինչ որ հայտարարություններ անում է, իսկ հակառակ կողմը, որը օգնում է Իրանին, հիմնականում Ռուսաստանը եւ Չինաստանը, լռություն, համարյա թե բացարձակ լռություն։ Միակ բանը, որ ասենք ինչ որտեղ հայտնի դարձավ, դա այն է, որ այո, այսօր Իրանը ունի ինտեգրացված օդային պաշտպանություն եւ էլի 1001 բան, որի մասին լռեցին, բացի ինչ որ հեռավոր, որ նոր ռադարներ են տվել, այդ ռադարները որսում են արդեն 600 կիլոմետր հեռավորության վրա, stealth համակարգով սարքած ինքնաթիռները։ Հիմա մեր խոսքը այդտեղ որն է, մենք ինչ պետք է ասենք, մենք մտնում ենք այդտեղ այդ գոյություն ունեցող հնարավոր վտանգի շրջանակը որպես գործող կողմ, ինչից ելնելով որ կողմը եւ ինչ հավակնություններով, որովհետեւ չկա ուրիշ բան արտաքին քաղաքականության մեջ, քան քո երկրի շահերը, արտաքին եւ ներքին շահերը։ Ուրիշ ոչինչ չի լինում։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան, պարոն Սարգսյան, արդյոք կիսում եք դուք պարոն Խաչատրյանի կարծիքը։ Ես կասեմ, որ ամեն բարձրաստիճան պաշտոնյայի այց որևէ երկիր դա դրական է։ Եթե մենք նայենք ԱՄՆ-ի նախագահը, որ Հայաստան բառը սխալ է ասում, հավատացեք, ժողովուրդը ոչ Հայաստանի տեղը գիտի, ոչ Ադրբեջանի տեղը գիտի։ Նույնիսկ Կարդաշյանով, Քիմ Կարդաշյանով իմացան Հայաստան կա, բայց տեղը չգիտեին ու առանց կատակի, երբ որ հարևանը նայում է մյուս հարևանին ու չգիտի թե Մեքսիկա կամ հայ է, եթե կինը սևամորթի հետ է, ասում են Արմենիան, եթե սևամորթի հետ չի, ասում են Մեքսիկան։ Հիմա ամեն բարձրաստիճան պաշտոնյայի այցը իհարկե շատ դրական է, գլոբուսի վրա երկիրը երևում է։ Հիմա ինչ վերաբերում է տրիպի այդ ազդեցությունը, ճնշումը Հայաստանի կամ Ադրբեջանի վրա, ես գտնում եմ դա Ռուսաստանի վրա ավելի ազդեցություն է, քան թե ինչ-որ Հայաստանի կամ Ադրբեջանի վրա։ Ինչ են պայմանավորվել, մենք տեղյակ չենք։ Տեխնոլոգիա ավելի բարձր տեխնոլոգիաներ են տվել Արաբական Միացյալ Էմիրություններին առանց ինչ-որ տրիպ կամ միջանցք ուզելու։ Եվ ինչ-որ մենք պետք է ունենանք մի քանի սերունդ հետ է լինելու, քան թե այն, որ Միացյալ Արաբական Էմիրություններն է կառուցում այդ IT hub-ը, հա, ինչ վերաբերում է ATS-ներում ինչ-որ ընտրական հնարք, որ մեզ ցույց են տալիս, այդ ATS-ները կարող են իրանց վրա նույնիսկ կառավարվող զինամթերք կրել, բայց եթե նայենք վերջին կոնֆլիկտները, հատկապես ռուս-ուկրաինական, այնտեղ FPV դրոնները ավելի մեծ դեր են տանում, քան թե իհարկե պետք է հետախուզական դրոն, բայց թե fiber optic FPV դրոնները, թե նորմալ այդ հեռակառավարվող դրոնները ավելի մեծ վնաս են հասցնում, քան թե ինչ որ այդ թանկ, այսինքն տալ միլիոններ եւ առնել ինչ որ դրոն, դրա փոխարեն մեր երկիրը պետք է առնի 3 միլիոն հատ FPV դրոն, որը ավելի էֆեկտիվ է լինելու, ասում եմ, տեսնենք ռուս-ուկրաինական պատերազմը 4000 հատ կորցրած տանկ, լավ, հաշվենք $100 չհաշվենք, $500 դրոնը, նույնիսկ այդ մաղալները, որ տանկերի վրա հիմա տեղադրում են, հա, այդ ժարգոնով մաղալ է կոչվում, այդ ցանցերը 2-3 դրոնով վերացնում են, հա, իսկ դու չես կարող, եթե քոնը հետախուզական դրոն է, չես կարող զոհաբերել այդ միլիոնանոց դրոնը, կորցնես քո աչքը այդ կռվի դաշտում
եւ իրան օգտագործես որպես մի հատ ինչքան էլ $4 միլիոն անոց տանկ լինի, դու այդ միլիոնանոց դրոնով ափսոսալու ես ու սխալ է աչք կորցնել։ Իսկ այսօր FPV դրոնը համ աչք կա, համ կառավարվող այդ վարի ռուսի բայեպրիպասա, համ հրետանի է, ամեն ինչ է, այսինքն մեր համար ինչ որ համարեր, որ այդ երկու ցուցադրական ԱԹՍ-ն ինչ որ կոնֆլիկտի ժամանակ հարց է լուծելու, որ մենք չգիտենք էլ թշնամու երկրի հոբ համակարգը, որ կարող է դրա վրա ազդի, քորացնի, իջեցնի կամ գցի կամ հակառակը կառավարի եւ մեր դեմ աշխատի այդ նույն դա ես համարում եմ ոչ էֆեկտիվ քայլ, ու այս պետության այդ բոլոր ռազմավարական քայլերը ոչ էֆեկտիվ են, ցեզերներ ենք գնում, որը որ թիրախներ են, ուղղակի այսօրվա այդ կոնֆլիկտներին նայելով մենք թիրախներ ենք գնում։ Այո, այսինքն ինքը այդքան մոբիլ չի, որ կարողանա կրակի եւ փախնի, որ FPV դրոնը այո, FPV դրոնը ասենք հետևից չհասնի, այդքան էկիպաժ, որ սպասարկելու է, ասենք 3 հոգի, 5 հոգի, բազմապատկի, տես ինչ զոհեր է տալու, իսկ այնտեղ ասենք 20 կիլոմետր, որ պետքա մաշվի փոխես, որ ինքը արագ մաշվում է։ Այո, իսկ ինքը 20 կիլոմետրից նստած FPV դրոնով, եթե դու բերես ռադիոէլեկտրոնային պաշտպանություն, ինքը լա օպտիկայի դրոնն է, որը որ 20 կիլոմետր ոչ հարթ տարածքով նույնիսկ ջրի վրով գնում է եւ դեռ հնարք չեն գտել բացի փշալարերից, որ փշալարը չէ, այդ սրիչ լարերը, հա, ռեզերվայր, որ լարը գա, կտրվի եւ շարունակություն չլինի։ Այսինքն ընտրական հնարք, էլի եմ ասում, Վենսի այցից եթե նրանք խաղաղություն էին բերելու, շատ վատ էր այցելել շահիդների պուրակը եւ չայցելել Եռաբլուրը, շատ ստեղ բարոյական հարց կա, հասկանում եք, պետքա ինչ-որ հավասար նժարների վրա դնեին, նրանք շահիդ էլ չեն, եթե նայենք իսլամի մեջ շահիդը ինչ է, նրանք բռնի փոքր ազգերից բերված ադրբեջանի նախագահը մի քանի հարց լուծեց 44 օրյա պատերազմի ժամանակ, հիմնականում այդ փոքր ազգերի, որ խռովություն կար մեջը, դրանց բերեց, կոտորեց երիտասարդներին, որ խռովությունը ինչ-որ բանով պահի։ Նրանք շահիդներ չէին, շահիդ բառը իսլամի մեջ լրիվ ուրիշ նշանակություն ունի, նրանք բռնի ուղարկված զինվորներ էին, այ մերոնք ննջեցյալներ են, իրոք մերոնք հենց այդ շահիդներն էին, մեր տղաները, որ զոհվել են, եթե նա խաղաղություն էր ուզում, պետքա պահեր, իսկ Եղեռնի հեռացումը մեր հայ համայնքը այնտեղ պետք էր ավելի մեծ աղմուկ բարձրացնել, եթե մենք նամակ ենք ուղարկել, թե մեր կուսակցությունից, թե մեր ՀԿ-ից, եւ այդ նամակը տեղ է հասել, բողոք, որ եթե նա հոլոկոստ բառը հաներ Իսրայել այցելուց հետո Իսրայելի հոլոկոստի թանգարան եւ հաներ այդ հոլոկոստը, միգուցե Տրամպի ադմինիստրացիան ամբողջությամբ հրաժարական պիտի տային այդ ճնշումների ներքո։ Բայց մեր համայնքը, ասենք, տեսեք, թե օրենսդիր, թե գործադիրը ճանաչել է, Ամերիկայի Միացյալ Նահանգներում ճանաչված է։ Ասենք, դա չի պարտադրում պաշտոնյաներին օգտագործել Եղեռն բառը, բայց ստեղ ամենակարևոր հարցը, եթե դու քո նախորդների ընդունված գործադիր օրենսդիրով, ասենք, այդ չես կատարում, բա մենք ինչ երաշխիք հայերս պետք է ունենանք, որ քեզանից հետո եկողը այդ տրիպի ճանապարհ այդ խաղաղությունը պաշտպանելու, ու մենք չենք դառնալու միայն Ադրբեջանին կապող ինչ որ մի մեծ թուրանին կապող կամ մեծ թուրանին կապող ինչ որ մի օղակ, այսինքն մեր հայ համայնքը ինձ զարմացնում է այս հայ համայնքի լռությունը։ Ես տեսել եմ մարդիկ պարոն Սասունյանն է դիմել, բայց չկա այն աղմուկը, որ հրեաները կբարձրացնեին, ասում եմ, եթե հոլոկոստ բառը հանկարծ գրվեր ու դուրս գար։ Սա մի խայտարակ քայլ էր Վենսի կողմից, որ նա
իհարկե պետքա պահանջատիրությունը մեր համայնքի, հատկապես ԱՄՆ-ի նահանգի, ոչ թե ընտրություններից առաջ գան նրանց խոստան եւ նրանք այդ ձայներ տան, այս հենց իրական ժամանակն է, որ պետքա ոտքի կանգնեն ու այս հարցը չթողեն միջև որ նա ներողություն խնդրի։ Սա քաղաքական եւ բարոյական հարց է, չկա օրենք, էլի եմ ասում ԱՄՆ-ում, որ պետքա քաղաքական գործիչը եղերն ասի, բայց եթե օրենսդիրով եւ գործադիրով ընդունված է, ասում եմ մենք լուրջ հարցի առաջ ենք կանգնել։ Այսօր մեր վզին տրիպ կփաթաթեն, այդ տրիպը տրիպ չի լինի։ Ես տեսնում եմ մեր ձեռքից բռնած մեզ տանում են պատերազմի, մենք հələ չենք հասկանում։ Գալու է ժամանակ, որ մեզ արդեն քաշելով են տանելու ձեռքից, որ երեխային խանութից ուզում են հանեն, հետո արդեն մեր ականջներից են քաշելով տանելու այդ պատերազմի մեջ։ Խնդիրը նրանում է, որ մենք հասարակական կազմակերպություն ենք եւ բնականաբար մենք աշխատում ենք մեր հնարավորությունների սահմանում։ Օրինակ ասենք, ես երբ որ հիմնադրվում էր բանը, այդ Ամերիկայի անվտանգության հայկական ինստիտուտը առաջարկում էի նույն ամերիկացի բարձրաստիճան գեներալի, որ պետքա դա կոչվի քաղաքակրթական անվտանգության։ Հիմի այն Ամերիկան, որը հիմի ներկայացնում է Բուշի վարչակարգը, Վենսը եւ մնացած անձինք, դա խիստ տարբերվում է այն վարչակարգից, որը նախորդ դարի սկզբներում, երբ որ Վիլսոնի ժամանակ Ամերիկան առաջ անգամ Ամերիկայի նախագահ կտրեց անցավ Ատլանտյան օվկիանոսը եւ հայկական հարցը առաջ քաշելով այդ բանակցություններին դարավ, այսպես ասած, գերտերություն, այսինքն այդ քաղաքակրթական խնդիր առաջ բերեց։ Հիմի ցավոք սրտի մենք ունենք իրավիճակ, որ նույն Ամերիկայում, ասենք, այսօրվա ադմինիստրացիան չի կատարում այն օրենքները, որ իր նախորդն ընդունել, այսինքն այնտեղ կա ահռելի տարաձայնություն, երբ որ ընդունված է Ամերիկայի պետության կողմից Վիլսոնի իրավավար վճիռը եւ Հայաստանի սահմանները, ազգերի լիգայի կողմից ընդունված այդ սահմանները, Վենսը գնում է բանում Բաքվում հայտարարում է, ընդունում է Ադրբեջանի սահմանների անխախտությունը, այդ այն դեպքում, երբ որ ոչ մի իրավական փաստաթուղթ չկա Ադրբեջան կոչվող երկրի ստեղծման եւ ադրբեջանցի այդ ազգն էլ ինքը նոնսենս է, որտեվ դա մեզ հայտնի է ադրբեջանցիներ, այսինքն Աթերպատականի ժողովուրդը Պարսկաստանում, որը իր էթնիկական կազմով շատ խայտաբղետ է եւ մեծ հատվածել ինքը բուն հայկական արմատներ ունի, բայց մասնավորապես սիոնիստների կողմից ժամանակին 1920 թվականին այդ ծրագիրը դրվել է, տպագրվել է Վիեննայում տպագրող երիտասարդ սիոն թերթում, որ պետք է ստեղծենք այս տիպի հուդայական պետություն, որովհետև մենք ասենք Ադրբեջան ասելով մենք պետք է հասկանանք, որ ինքը դա մի հատ նոր մեխանիզմ է տեղաբնիկ ազգերի եւ մշակույթների ոչնչացման, ձուլման, ինչ որ մի գործիք են ստեղծել եւ մենք բավական աշխատանքներ ենք տանում նույն տեղաբնիկ այդ ժողովուրդների հետ, Հյուսիսային Կովկասի ժողովուրդների հետ, աղվանքի, պատմական աղվանքի ժողովուրդների հետ, իհարկե այդ աշխատանքների, այսպես ասած, տեմպը ծավալը այն չի, որտեղ մենք էլի ես նշում եմ հասարակական կազմակերպությունն ենք, որը ոչ մի ուժեղ ֆինանսավորման աղբյուր չունի եւ այլն, սա հասարակական հիմունքներով կատարվող աշխատանք է, բոլոր դեպքերում այդ աշխատանքը առաջատարվում, ստեղծվել է տրիբունալը, որը վերաբերում է ինչպես Հայաստանում գործող ուժերի, արտաքին կառավարող ուժերի վերաբերյալ որոշումներ կայացնելու, ինչպես նաև դրսի, եւ այդ տրիբունալը հիմի նաև իրեն անալոգն է ստեղծել ուրիշ այդ տեղաբնիկ ազգերի մեջ, դա
նույն լեզգիներ, թալիշներ, ավարցիներ եւ այլն, այդ գնում է, այդ համագործակցությունը ինձ թվում է դա կուժեղանա, որտեվ աշխարհաքաղաքական զարգացումները տանում են մի կողմից այդ գլոբալիզմը ցանկանում է ոչնչացնել, ամեն ինչ զուլել եւ այլ, մյուս կողմից բոլորը հասկանում են առանց քաղաքակրթական չափանիշների ոչ մի պետություն, նույն կերպ նաեւ Ամերիկան չի կարող գոյատևել, այսինքն ինչ կերպ որ տեխնոլոգիապես նա զարգանում է, նա արդեն այսօր ամերիկան քաղաքակրթություններից մեր պատկերացված դուրս է եւ իրեն համար շատ մեծ վտանգ է դա եւ մենք մեր այդ գոլեգաներին են ամերիկացիներին տեղ ենք հասցնում որ այդ քաղաքակրթական նորմաներից դուրս գալով ամերիկան առաջին հերթին ինքը իրեն է վնասում այսինքն ես անկեղծ ասած իհարկե հիասթափված եմ Վենսի այդ այցի այդ երևույթներից այդ որ իմ գոլեգաները ստեղ նշեցին ես հիացած չեմ այդ փոքր ատոմային ռեակտորների ծրագրից, որտեղ ոչ մի հստակություն չկա, հիմնական նպատակը Թուրքիայի դա եւ մեր թշնամի պետությունների ինչպիսին են այդ արևմտյան Կասպի այդ անօրինական պետություն, որ կոչվում Ադրբեջան, հայկական ատոմակայանը փակելն է մեր հասարակությունը պետք է հասկանա, որ դա շատ կարևոր նշանակություն ունի իր անվտանգության եւ կայուն զարգացման համար եւ նա պետք է խնդիր դնի ոչ թե 500 մեգավատանոց այսպես ատոմական նոր սարքել, այլ մեզ անհրաժեշտ է 1200 մեգավատ մինիմում ես բազմաթիվ էներգետիկների հետ եմ խոսում, որտեղ իրենք չհասկանալով խնդրի մուլտիպլիկացիոն տարբեր երևույթները իրանք մենակ ասում են այսօրվա հենց կտրվածքով մեզ պետքա 500 մեգավատ, մեզ պետքա 500 մեգավատ եւ դա չի կարող փոխարինել այդ 500 մեգավատ կամ 1200 որ ես գտնում եմ պետքա ստեղծվի այդ ատոմային հզորությունը ոչ մի արևային եւ ալտերնատիվ էլեկտրոկայաններ դրանք բոլորը նախ հաստատուն չեն եւ բազմաթիվ խնդիրներ կա դրա մասին չեմ ուզում անդրադառնալ կայուն պետություն ազգային պետություն ստեղծելու համար մեզ պետքա հզորություններ եւ մեր գիտնականները պետքա ներգրավված լինեն այդ խնդիրում եթե ամերիկան առաջարկում է փոքր ատոմականների մոդուլներ եւ այլն մենք պետքա ներգրավված լինենք դրա ռեակտորների կառուցման եւ այլ եթե ուղղակի պետքա բերեն մեր վրա փորձարկեն իրանց լավ չփորձարկված տեխնոլոգիան ես կատեգորիկ դեմ եմ